Սիրելի հայրենակիցներ, այսօր ես ծանոթացա, մեր գրասենյակ եկավ Իրանի մեր բարեկամ ժողովրդի մի ներկայացուցիչ Սաֆար Մուսավի Շեմի անունով։ Սաֆարը մի ցավալի դեպքի մասին պատմեց, որի նմանատիպ դեպքեր ես էլի եմ ականատես եղել, մասնավորապես տարիներ շարունակ Հայաստանում ապրելով, աշխատելով, նա նաև շատ լավ հայերեն է սովորել խոսել, շատ լավ խոսում է։ Այստեղ վերջին տարիներին նրան ներգրավել են սահմանային հատվածներում բունկերների, թաքստոսների եւ ընդհանրապես նմանատիպ ամրաշինական աշխատանքների մեջ։ Եվ պարզվում է, մարդը շատ երկար ժամանակ աշխատել է եւ շինարարական կազմակերպությունները, որոնք բաց մրցույթով են ստանում այդ իրավունքը շինարարություն անելու, ամրաշինական աշխատանքներ անելու, մարդկանց ուղղակի խաբում են եւ փողը չեն տալիս։ Ավելին, ոչ միայն փողը չեն տալիս, այլև ծեծում են աշխատողներին։ Մասնավորապես Սաֆարը, ով հիմա այստեղ է եւ հիմա մենք կզրուցենք նրա հետ, ինձ պատմեց, որ ինքը աշխատել է դեռևս օգոստոս այս տարվա 25 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում աշխատել է Հայաստանի մի շարք վայրերում, մասնավորապես խոսքը տվյալ դեպքում Ճամբարակի սահմանամերձ հատվածների ամրաշինական աշխատանքների բունկերների մասին է։ Ավելի քան 3 ամիս աշխատել է։ Ընկերությունը Էկոբիլդինգ ընկերությունը, որի ղեկավար է Ոմն Կարեն Մինասյան, ով ըստ Սաֆարի նաև ուղիղ կապ ունի Արամ Զավելի Սարգսյանի հետ եւ նաև բազմաթիվ պետական հովանավորչությունից է օգտվում ըստ Սաֆարի եւ Սաֆարը պատմեց, որ մոտ 24 միլիոն դրամ ըստ պայմանագրի պետք է գումար փոխանցվեր, որից 12 միլիոնը փաստացի չեն տվել։ Հիմա ես կառաջարկեմ Սաֆարի հետ խոսել այս թեմայի վերաբերյալ։ Շնորհակալություն Սաֆար, որ եկաք եւ համաձայնեցիք բաց տեքստով խոսել, որովհետեւ քչերն են, որ համարձակվում են խոսել։ Հիմա խնդրում եմ մի քանի բառով պատմեք, ինչ է տեղի ունեցել։ Շնորհակալ եմ, Պայջան։ Այնտեղ 3 ամիս աշխատել եմ, այնտեղ բունկեր սարքել եմ 300 տոննա ավել, 320 տոննա ավել արմատուր կաբել եմ, այնտեղ Ճամբարակում մորգուզում, այնտեղ պայմանագիր ունեմ, Global Trading Link, դու աշխատել եմ, միջև գնացել եմ փոքրի համար, շատ վաղ փոքրի չեն տվել են, քանի անգամ գնացել եմ Իրան օֆիս, Էկոբիլդինգի օֆիս, տնօրեն Կարեն Մինասյան է, ասել եմ խնդրում եմ գումարները դեպեք Իրան 52 մարդ այնտեղ աշխատում են, գին ունեն 50 հոգին, բոլորն էլ պարսիկներ են։ Պարսիկներ են, հա։ Դու գումարը դեպեք Իրան, գումարը չդեվել են, դու ես կանչել եմ վերև, ասա արի վերև խոսալու բան կա, մի հատ security ունի, անունը Վիլեն է։ Անվտանգության աշխատանք։ Հա, այնտեղ հա Վիլենը անուն է, ես բերնել են ու խփել են գիտեմ ջարդել։ Զեզել են, խփել են ու գիտեմ ջարդել են ու մինչև այսօր ոչ ոստիկան Իրանը կանչել է, ոչ քնիչ Իրանը կանչում է, ոչ մի։ Բայց դուք դիմել եք ոստիկան։ Հա, ես դիմել եմ ոստիկանություն մինչև այսօր, ոչ ոստիկան ես կանչել է, ոչ քնիչ ես կանչել է, ոչ 12 միլիոն դրամի մասին։ 12 միլիոն։ Պայմանագրով ունեք։ Հա, ունեմ ամերիկյանում գրել եմ, մինչև այսօր ոչ Իրանը կանչել են, ոչ Իրանը բերնել են, ինչքան ես խփել են, զեզել են, գիտեմ ջարդել են, մինչև այսօր ոչ քնիչ ես գիտեմ ջարդել։ Հա, գիտեմ ջարդել են ու Վիլենո Կարեն Մինասյան տնօրեն։ Սիրելի հայրենակիցներ, հիմա փաստացի դուք տեսնում եք, ես դիմում եմ նաև ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև դիմում եմ Հայաստանի կառավարությանը, ռազմական ոստիկանության ղեկավարությանը, պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ազգային անվտանգության ղեկավարությանը եւ բոլոր իրավապահ մարմիններին։ Տեսեք, դուք շատ հաճախ անձամբ ինձ հավատացնում եք, թե այդ հայաստանյան կազմակերպությունները աշխատում են լրիվ օրենքով եւ ամեն ինչ անվտանգ։ Ահա տեսեք, Սաֆարը այստեղ նստած է եւ պատմում է։ Եվ ահա Սաֆարը իր օրինակներով, պայմանագրերով, նկարներով, այդ թվում հենց հիմա ես կհրապարակեմ լուսանկար ու վիդեո, որտեղ երևում է, որ Սաֆարի քիթը ջարդել են։ Այսինքն մարդուն ոչ միայն աշխատացնում են, այլև ծեծում են, խոշտանգում են եւ փողն էլ չեն տալիս։ Ինչքան գումար է պարկ։ 12 միլիոնի չափի 12 միլիոն դիվերսին հիմա միջով այսօր չկարած վերցնեմ ու լրիվ 50 մարդ գին ունեն երեխա ունեն պիտի պատասխան դեմ շատ խնդրեմ է հիմա
Սաֆարը նաև պատմեց, որ այնտեղ աշխատանքների ժամանակ կատարած աշխատանքների ժամանակ հանկարծամահ է եղել մի իրանցի անունը Հուսեյն Զեյնալի, չէ՞։ Հուսեյն Զեյնալի, նրա մահը ուղիղ կապ չի ունեցել աշխատանքների հետ, սրտի կաթվածից է մահացել։ Բայց տեսեք, խնդիրը որն է, մարդը մահացել է սահմանային ամրաշինական աշխատանքների ժամանակ, բայց ըստ Սաֆարի այս ընկերությունը Էկոբիլդինգ ընկերությունը, որը փաստացի ուղիղ կապված է պաշտպանության նախարարության հետ, ոչ մի օգնություն չի տրամադրել իր պարտավորությունից ելնելով, որևէ կերպ չի աջակցել այս ընտանիքին, մահացածի ընտանիքին, գումարած ապօրինի կերպով, Սաֆարն ասում է, ապօրինի կերպով գրանցել է այս մարդու մահը, այնպես որ իբրև թե այդ մարդը հյուր է եղել եւ ոչ թե աշխատող։ Այսինքն փորձել է նաև խուսափել պատասխանատվությունից։ Եվ այս մարդու մարմինը Իրան տեղափոխելու որևէ ծախս չի արել, ճիշտ եմ ասում։ Սա էլ իր հերթին լուրջ խնդիր է, հաշվի առնելով, որ փաստորեն առաջնագծային աշխատանքներում ներգրավված հայաստանցի եւ օտարազգի մարդիկ, ընդհանրապես ես դեմ եմ, որպեսզի այլ երկրների ներկայացուցիչները աշխատեն, բայց եթե աշխատում են, այս մարդկանց անվտանգությունը, առողջությունը եւ որևէ բան ապահովված չէ։ Ճիշտ եմ ասում։ Ճիշտ է սա։ Ես իհարկե Սաֆարին խոստացել եմ, որ որքան հասկացա, ձեր որդուն վրա են հարձակում, այո։ Երեխան եմ ուզում խփել այնտեղ, քանի ատամոքս Իրանը խփել են։ Բայց ինչ եղավ, որ ձեզ ծեծեցին, հայհոյել եք, սպառնացել եք, ինչ եղավ։ Անգամ գնացել եմ այնտեղ աշխատողների երգամից գումարի չտվել են աշխատողների գնացել են այնտեղ Իրան օֆիս այնտեղ Էկոբիլդինգի դեցի գուրուկով այնտեղ Գարսավեգայի հարգարը ներքև Իրան օֆիսն այն գնացել են ասա փախի գումար չտվելին ասա լավ հանգիստ մնան գումար գդայ հիմա գումար չկա հետո գումարը գդայ ես գանչել են վերև ասա արի խոսալու բան կա մինչև ես գնացել եմ երրորդ հարկի Իրան օֆիս security ես բերնելա ու Կարեն Մինասյան ես քանի բոքս խփելա ու security Վիլենամ քանի բոքս խփելա ու գիտեմ ջարտել են ու հետո մարտիկ եկել են ու Պոլիս ընդեղ է ասում խնդրում եմ պոլիս բանում ուսիգան Իրանը բերնին Իրան գիտեմ ոստիկանները եկան բայց ոչինչ չարեցին չասեն ոչ մի Իրանը բերնին ասում խնդրում Իրանը բերնին Իրանը ես հիմա ես գիտեմ ջարտել եմ ասա արի ոստիկանություն հարցրել ուզում ոչ մի միջև այսօր մի ամիս վերջացել է ոչ գնացել եք ոստիկանություն հաղորդում եք տվել հաղորդում տվել եմ այնտեղ երրորդ մասի ոստիկանություն գնացել եմ Շենգավիթի այնտեղ բողոք երել եմ ոստիկանների եկել են այնտեղ դեսենից գիտեմ ջարտած ասել լավ քեզ ուղարկեմ քննիչական միջև այսօր ոչ քննիչական ուղարկել են ոչ ֆիզիկական դատարան ուղարկել են միջև այսօր մի ամիս վերջացել է ոչ խաբար գա ոչ դա եղել է նոյեմբերի սկիզբ կամ մի ամիս առաջ հոկտեմբերի 18 չէ մի ամիս առաջ միջև այսօր ոչ Իրանը կանչել են ոչ Իրանը բերնել են միջև այսօր խաբար չի ձեզ էլ չեն կանչել քրեական գործ չեն հարուցել ոչ մի գործ հարուցել են միջև այսօր սա փաստացի խուլիգանություն է սիրելի հայրենակիցներ Սաֆարի պատմած դեպքը համապատասխանում է քրեական օրենսգրքի խուլիգանություն հոդվածին, բայց քննչական մարմինները դատախազությունը որևէ գործողություն չի արել այս ուղղությամբ եւ ինչը նշանակում է, որ նաեւ Հայաստանում ապրող աշխատող օտարազգիները այստեղ որևէ կերպ պաշտպանված չեն։ Եվ այս համատեքստում Սաֆարի հետ այսպես նախնական խոսակցության ժամանակ ես հարցրի նաեւ մեր առաջնագծում աշխատող եւ առաջնագծին ծանոթ պայմաններին ծանոթ բունկերների կառուցման ամրաշինական աշխատանքներին ծանոթ օտարազգիների մեջ տեսել է արդյոք թշնամու օրինակ թուրքերի, ադրբեջանցիների եւ ինչ է պատասխանում Սաֆարը 15 ավել այնտեղ Ադրբեջանի աշխատում են թուրքերեն խոսում են այնտեղ վարդենից քանի օքի Ադրբեջանի կա նոյեմբերյան հայկական կողմում հիմա Ադրբեջանի աշխատում են լրիվ այնտեղ նոյեմբերյան անում են ինչ վարդենից բունկերների որտեղ բունկերների կա մեջը Ադրբեջանի կա թուրքերեն խոսում են Սիրելի հայրենակիցներ գումարած Հայաստանի անվտանգային կառույցներ պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության տարածքում
մեր առաջնագծային աշխատանքները, բունկերներ, այդ որ Նիկոլ Փաշինյանը անընդհատ գլուխ է գովում, բունկեր ենք սարքում, ամրաշինություն ենք անում, բունկերների, ամրաշինական, թաքստոսներ եւ այլն աշխատանքների մեջ, մեր աշխատանքների մեջ ներգրավված են ադրբեջանցիներ։ Դա ես չեմ ասում։ Ահա այնտեղ գործ արած Սաֆարն է ասում։ Սաֆարը էթնիկ պարսիկ է։ Եվ ասում է, որ այնտեղ աշխատում են ադրբեջանցիներ եւ թուրքեր։ Ճիշտ եմ ասում։ Ճիշտ է։ Իսկ դուք այդ մասին խոսել եք ձեր ղեկավարության հետ կամ նույն էկոբիլդինգի կամ պաշտպանության նախարարության։ Խոսացել եմ, ասել դու գործը չի, դու գործը դանի գործ չունես։ Ես որոշող եմ, դու որոշող չես։ Ով այնտեղ աշխատում է, դու մենակ աշխատի, դու որոշող չես, ես որոշող եմ։ Քանին Մինասյանն ասա, ես որոշող եմ։ Դու գործ չունի, ով այնտեղ աշխատում է։ Ես ուզում եմ գործը առաջ բերեմ։ Հասկացա։ Սա լրջագույն խնդիր է, որը պետք է ոչ միայն անվտանգության կառույցների, այլև մեր ամբողջ ժողովրդի ուշադրության կենտրոնում լինի, եւ պատկերացնում եք, մեր պետության անվտանգության մասին հայերի փոխարեն մտածում է պարսիկը։ Մարդ, ով այստեղ եկել է գործ է անում, մեզ լավություն է անում, ինքն էլ փող է աշխատում, մեր արած, մեզ նրա կողմից արած լավության աշխատանքի դիմաց չի վճարվում, մի հատ ծեծվում է, էլ չասենք, որ մի հատ էլ այս մարդը մեր փոխարեն պայքարում է, որ թուրքը, ադրբեջանցին այստեղ չգա եւ մեր անվտանգային կառույցների մասին ինֆորմացիա չիմանա։ Եվ պատկերացնում եք սա ինչ խայտառակ իրավիճակ է։ Իսկ ինչու է վտանգավոր, որ այստեղ այդպիսի մարդիկ չհայտնվեն, որովհետեւ լուսանկարվում են բունկերները ներսից, դրսից, շրջակայքը, այս կողմը, քարտեզներ են իրենց ձեռքն ընկնում եւ այլն։ Իդեպ ռազմական ոստիկանությունը ինձ բարբերաբար այսպես հավաստիացնում է, թե աշխատանք կատարողները հեռախոսով չեն գնում այնտեղ, նույն այդ շինարարական կազմակերպություններից ոմանց հետ եմ խոսել, ասում են, ինչ ես ասում, մարդիկ, որոնք գնում են պոստերում գործանելու, բոլորը հեռախոսները եւ որևէ լուսանկարչական ապարատ հետները չեն տանում։ Սաֆար, դուք ամիսներ շարունակ աշխատանք եք կատարել առաջնագծում։ Հեռախոս ունեցել եք ձեր մոտ։ Լրիվ հեռախոսները Իրան մոտ է, լրիվ հեռախոս ունեն, լրիվ նկար ունեն, ամեն ինչ ունեն։ Այսինքն մարդիկ հնարավորություն ունեն առաջնագիծը նկարելու, մեր անվտանգության կառույցները նկարելու եւ եթե ցանկություն ունենան նաեւ թշնամուն տալու։ Իրան ամեն ինչ ունեն, հիմա հեռախոսների նկար ունեն, ամեն ինչ ունեն, ով այնտեղ աշխատում է Վարդենիս, այնտեղ Ջամբարակ, Մորղուզ, Նոյեմբերյան, Իրան ամեն նկար ունեն, համ գեզագիրը նկար ունեն, համ ինչ աշխատում են, այնտեղ ամեն օր նկարում են։ Այսքանը երևի թե ես ուղղակի տեղեկացնեմ, որ ինչպես նախորդիվ, այնպես էլ հիմա եւ հաջորդիվ ես շարունակելու եմ հետեւողական լինել, որպեսզի այս խնդիրները արագ լուծում ստանան։ Լուծում ստանան մասնավորապես աշխատող մարդկանց գումարի աշխատավարձի հատկացման առումով, ինչու, որովհետեւ եթե պետությունը, եթե պետական բյուջեից մեր բոլորիս վճարած հարկերից գումար է տրամադրվում, որպեսզի վճարվեն, ապա պետք է վճարվեն, ոչ թե մի քանի սրիկայի գրպանը գնա այդ գումարը եւ չտան այս մարդկանց փողերը։ Կապ չունի հայ է թե որևէ ուրիշ ազգի։ Երկրորդը, որ պետք է պաշտպանված լինեն այնտեղ աշխատող մարդկանց իրավունքները, գումարած պետք է մանրամասն ստուգված լինեն այն մարդիկ, ովքեր այնտեղ աշխատում են եւ այդ անվտանգային աշխատանքները կատարվեն անվտանգության բարձր, շատ բարձր պայմաններով։ Ես այս տվյալները փոխանցելու եմ ինչպես ռազմական ոստիկանությանը, այնպես էլ դատախազությանը, քննչական մարմիններին, ազգային անվտանգության ծառայությանը եւ բոլոր հնարավոր մարմիններին։ Եվ նաեւ զգուշացնում եմ, այս մարդու նկատմամբ, եթե Կարեն Մինասյան չէ, Արամ Սարգսյան չէ, ով ուզում է լինի, փորձեն որևէ մեկը այս մարդու եւ իր աշխատանքային ընկերների նկատմամբ
որևէ ճնշում, հակաօրինական ճնշում գործադրեն, ես խոստանում եմ դա կլինի ձեր ամենավատ օրը։ Սա խոստանում եմ իրավական առումով, օրենքի շրջանակում։ Հանկարծ չփորձեք այս մարդուն ճնշել, գիտեմ որ կփորձեն, բայց հանկարծ չփորձեք, որովհետև դրանից այս ապօրինի մարդկանց վիճակը ավելի է վատանալու։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ձեզ էլ առաջարկում եմ, եթե գիտեք նմանատիպ դեպքերի մասին, անպայման տեղեկացրեք, բարձրաձայնեք, որպեսզի վերջապես կանխենք այս հանցանքը։ Սա հանցանք է, որովհետև տեսեք քարոզչություն են անում, թե տեսեք բունկեր են սարքում, բայց իրականում այն գումարը, որ պիտի ծախսվի բունկեր իրականում սարքելու վրա, գնում է մի քանի հոգու գրպանը եւ ինֆորմացիան, անվտանգային ինֆորմացիան դուրս է գալիս երկրից։ Այսինքն իշխանությունը շահում է, որ քարոզում է, բայց մյուս կողմից շահում է, որովհետև փող է ուտում իր կողքի մարդկանց միջոցով։ Եվ արդյունքում մենք մնում ենք առանց անվտանգային կառույցների։ Մենք շարունակենք այս ուղղությամբ ակտիվ աշխատել։ Շնորհակալություն ձեզ։ Մերսի, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ։